Ողջույն սիրելի ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի նոյեմբեր ամսվա տարող կանխատեսումը ձկներ նշանի համար։ Սիրելի ձկներ, հինգական քարտով կնայենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիա բոլոր ձկներն իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով և տարբեր ոլորտներում, քանի որ այս տարող կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարող կանխատեսում կամ անհատական հորոսկոպ, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Այսպիսով, սիրելի ընկերներ, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ բանի առք կամ վաճառքով, ինչ-որ գործարքով։ Բնականաբար ինչ-որ բան գուցե գնեք վաճառեք կամ ինչ-որ փաստաթուղթ ստորագրեք, նոր աշխատանքի անցնեք, կարծես ինչ-որ գործարք կլինի։ Սա կլինի բոլորի մոտ այս գործարքը, բայց թե ինչ գործարք կլինի եւ ում հետ, ամեն մեկը մի ձևով կզգա։ Որևէ ընտրության առջև կկանգնեք, պետք է մի փոքր դադար վերցնեք, լավ մտածեք, որպեսզի կարողանաք ճիշտ ընտրություն կատարել։ Այս քարտը կարող է խոսել նաև առողջական խնդրի մասին, այնպես որ ձեզ նայեք, հետևեք ձեր առողջությանը։ Ամսի կեսերից հետո հիանալի քարտեր են դուրս եկել եւ ձեր ձեռքի տակ ամեն ինչ կլինի, որ դուք ձեր ուզածին հասնեք։ Որևէ լավ դրական իրավիճակ կստեղծվի, որտեղ եթե դուք ճիշտ կարողանաք ձեզ ցույց տալ, ձեր ունակությունները, ձեր հմտությունները ճիշտ ցուցադրել, մատուցել եւ կիրառել, ամեն ինչ ձեր ուզածով կլինի եւ ձեզ մեծ հաջողություն կսպասվի։ Ճանապարհ կգնաք շատերդ, ինչ որ գործում առաջընթաց կունենաք, հաջողություն կունենաք, գուցե հյուր գնաք կամ հյուր ընդունեք։ Իմիջիալոց այս առք ու վաճառքը, որ նշում էի, ամսվա սկզբի հետ կապված, հնարավոր է պայմանավորված լինի տրանսպորտային միջոցի առք ու վաճառքով։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի շատ լավ, դրական, ոմանք գումար կստանան, ոմանց աշխատավարձը կբարձրացնեն, ոմանք հաճելի նվերներ կստանան, մի խոսքով ֆինանսապես եւ նյութական առումով առհասարակ շատ լավ ձեզ կզգաք։ Բոլոր նրանք այն ձկները, ովքեր ցանկանում են մայրանալ, այս քարտը կարող է խոսել նաեւ մայրության մասին, կամ որևէ կին, նա կարող է լինել ձեր մայրը, կարող է լինել ձեր կինը, ով ինչ որ ձևով դեր կունենա ձեր կյանքում այս ժամանակահատվածում։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված լիալուսինը լինելու առաջինը ցուլ նշանում ձեր երրորդ տանը մի երկու օր առաջ, երկու շաբաթ հետո իր ազդեցությունը կարող է թողնել, այստեղ շատերը կգնան ճանապարհ, իմիջիալոց այն ճանապարհը, որ ես նշում էի քիչ առաջ, հենց այս ժամանակահատվածում նորից է դուրս եկել, իսկ դա նշանակում է, որ ավելի խորը կլինի այդ էներգիան եւ ավելի շատ ձկներ դա կզգան, կամ կարող այն պայմանավորված լինել տրանսպորտային միջոցի գնմամբ։ Եվ նորալուսինը լինելու ամսի 20-ին մի երկու օր առաջ, երկու շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու, չնայած որ նորալուսինը է նոր սկիզբ է, բայց ինչ որ բան ձեր կյանքում ավարտվելու է, սիրելի ձկներ, որը այլևս հետ բերել, վերականգնել չի լինի։ Թե որ ոլորտում կլինի այս ավարտը, իհարկե ամեն մի ձուկ իր կյանքում մի ձևով այն կզգա, բայց որ ինչ որ բան ձեր կյանքում կավարտվի, դա հաստատ։ Օրինակներ բերեմ, հա, մի քանի, մեկը գուցե աշխատանքից դուրս գա, մյուսը օրինակ վաճառի մեքենա, մյուսը հարաբերություններին վերջ տա եւ այլն, տարբեր կլինեն ոլորտները, բայց ինչ որ բան ձեր կյանքում կավարտվի, այն կարող է լինել թե դրական առումով, թե բացասական։ Այսքանը, սիրելի ընկերներ, կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, ստեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։